Ստեփանավանը եւ նրա շրջակայքը կազմել են մեծ հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը եւ մտել են Արտաշեսյան թագավորության կազմի մեջ։ Մեր թվարկության առաջինից 4-րդ դարերում տարածքը գտնվել է Արշակունյաց թագավորության իշխանության ներքո։ 385 թվականին մեծ հայքի բաժանումից հետո Տաշիր գավառը պահպանվել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում տարածքը եղել է պատմական Տաշիր ձորագետի Կյուրիկյանների թագավորության կենտրոնական հատվածը, որի մայրաքաղաքն էր Լոռե բերդաքաղաքը։ Դավիթ անհովինի օրոք 989-ից 1048 թվականները Կյուրիկյանների թագավորությունը զգալիորեն հզորացել եւ ընդարձակվել է։ Ներկայիս Ստեփանավանի տարածքը Լոռե անվամբ կազմել է թագավորական կալվածքների մի մասը։ 1185 թվականից սկսած Տաշիրը եւ Լոռին անցել են Զաքարյանների իշխանության ներքո։ 1118-ից 1122 թվականներին վրաց թագավոր Դավիթ Շինարարը Լոռին ազատագրել է թուրք սելջուկներից եւ միացրել Վրաստանին։ 17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթել Շահ Աբասի բռնագաղթերից փրկված հայեր եւ հիմնել են Չեչմանիս բնակատեղին։ 1801 թվականին Տաշիր գավառի կազմում գտնվող այս տարածքը միացվել է ռուսական կայսրությանը։ Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում դեռևս Եկատերինա II-ի գահակալության տարիներից այստեղ ակսորվել են բազմաթիվ զինվորականներ, ինչպես նաև կուսանոցներից դուրս բերված կանայք, որոնք ընտանիքներ կազմելով հիմնել են Սլաբոդկա կոչվող թաղամասը։ Ներկայումս այն ընդգրկում է Կոմիտասի, Մայակովսկու եւ Անդրանիկի փողոցները, որտեղ մինչ օրս պահպանվել են ռուսական տիպի բնակելի տներ։ 1883-ից 1889 թվականներին Անդրանիկ, նախկին Լենինի, փողոցի 64-րդ տանը բնակվել է ռուս մեծ բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկու մայրը, ծնողների հետ։ 1810 թվականին բնակավայրը հանդես է եկել որպես քաղաք եւ կրել է Ջալալօղլի անունը, նշանակում է Ջալալի որդի, պարսկալեզու ծագմամբ, ի պատիվ Արցախի իշխանական Հասան Ջալալյանների տոհմի։ 19-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Տիգրան Տել-Դավթյանի ջանքերով այստեղ գործել է 4-ամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-ից 1883 թվականներին ուսանել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 1918 թվականի գարնանը Ջալալօղլիում տեղակայված է եղել հայկական բանակային կորպուսի դիվիզիան, ազգային ազատագրական պայքարի հերոս գեներալ-մայոր Անդրանիկ Էզանյանի գլխավորությամբ։ Զորամասը 2 օր ծանր մարտեր է մղել թուրքական կանոնավոր բանակի դեմ, նախ Ուրասար գյուղի մոտ գտնվող Կլին գորատեղանքում, ապա Ստեփանավանից դեպի Արմանի ստանող ճանապարհին։ Անդրանիկն իր զորքով կանք է առել այն ժամանակվա Օրջոնիկիցե փողոցում գտնվող Մակար Մկրտչյանի տանը, որը քաղաքի խոշոր առանձնատներից էր եւ ուներ ձիանոց։